Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ողջունում ենք ձեզ։ Եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ մեր այն շատ հարգարժան ունկնդիրներին, որոնք նոր են սկսել հետևել մեր OneTalk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր OneTalk YouTube-յան ալիքին, որի համար կլինենք խորապես շնորհակալ։ Բարեկամներ, այսօր մեր զրուցակիցն է Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Պարոն Սիմոնյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Սիմոնյան, քաղաքական իրողությունները բավականին բարդ են ու հակասական, եւ ինչու եմ ես սա ձեզ ասում, որովհետեւ ես հիմա ձեզ կընթերցեմ վերջին պաշտոնական հաղորդագրությունը Հայաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն է սա, որը իրազեկում է այն մասին, որ ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, Իրանի զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի տարածքում, զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Ինչ է կարծում սա չի կարող քաղաքական իմաստով որպես ուղակի այսպես կամ ինչ որ զուտ ներքին անվտանգային ինչ որ համատեքստ ունենալ այս համատեղ զորավարժությունը, ինչ է կարծում սա մեսիջ է մեր թշնամի, մեր հակառակորդ, մեր ողերին բարեկամ Ադրբեջանին, որ ահա եթե դու հանդգնես մանավանդ այս աճող սպառնալից հռետորաբանության պարագայում Ալիևյան եւ այլն, որ եթե դու հանգարց հանդգնես Հայաստանի դեմ ինչ որ բան, դու կունենաս համապատասխան արձագանք։ Ինչ եք կարծում։ Պետք է առաջին հերթին փաստենք, որ զորավարժությունը իրենից ենթադրում է վարժանք։ Այո։ Սա փոխստեկ, փոխադարձ պայմանավորվածություններով, փոխադարձ օպերացիաների իրականացման վարժանք է, որը հստակ ցույց է տալիս, որ եթե տարածաշրջանում իրողությունները շրջաբերաբար կփոխվեն եւ Իրանի կողմից հայտարարված կարմիր գծերը կխախտվեն, նաեւ Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակությունն ունեցող Սյունիքի տարածքային ամբողջականությունը կխախտվի, ապա այդպիսի օպերացիան տեղ կգտնի։ Իսկ դուք չեք կարող իրական կյանքում իրականացնել արդյունավետ օպերացիա փոխստեկ զորքերի ներգրավմամբ, եթե միջ այդ վարժանքներ առած չլինեիք։ Ես ուղղակի զարմանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքասարակության համատեքստում վարժանքներ չեն իրականացնում։ Շչակների գործադրում, ապաստարանների մարդկանց ենթադրենք տարին 2 անգամ կարելի էր խոշոր քաղաքներում ապաստարանների դեպի մարդկանց ուղեկցում եւ այնտեղ իրենց հնարավորությունների բացատրման աշխատանքներ։ Քաղաքապաշտպանության համակարգը դժում է։ Դպրոցներում ուսուցիչները ինչպես պետք է վարվեն, օդային ազդանշան, տագնապի ազդանշան հնչեցնելու պարագայում, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը ինչպես պետք է կարգավորվի, մեքենաները ենթադրենք մայրուղիներում գտնվելուց ինչ վարք պետք է դրսևորեն գորգ հրետանագործության կամ ռմբակոծությունների պարագայում, պետք է մեքենան թողնեն երթևեկելի հատվածի ուղիղ կենտրոնում եւ փախուստի դիմեն, թե գուցե աճ կամ ձախ տեղաշարժեն, որպեսզի հատուկ տեխնիկայի շարժընթացը չխոչընդոտեն հավելյալ։ Այսպիսի վարժանքներ բնականon է, որ իրականացվի թե ներպետական, թե փոխստեկ պայմանավորված համատեղ պետությունների միջև վարժանքներ Հայաստան, Եվրամիության անդամ պետությունների հետ զորավարժանքներ, վարժանքներ Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչու՞ չէ նաև Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Սա մի գործընթաց է, որը սպասարկելու է ի վերջո պաշտպանունակ Հայաստան կոնցեպտի կյանքի կոչմանը, որը այնքան հազվագյուտ ենք մենք տեսնում։ Ինչու չասեցիք նաև Հայաստան, Ռուսաստան, միգուցե օգտագործենք այդ առիթը Ռուսաստանին էլ փորձենք մի քիչ այսպես բերել մեր դաշտ, չի ստացվի։ Այս բառը չի ստա, եկեք քաղաքական ռեալիզմից դուրս չգանք
ես կողմ եմ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարելավմանը, Չէ, ոչ թե վասալի կարգավիճակով, ինչպես հիմա չի շատերն են ստացվի, ասում, նախ պետք է ազատագրվել։ Հիմա վասալի կարգավիճակով եք, ճիշտ եք։ Նախ պետք է դուք այդ շղթաները ձեր ձեռքից, որոնք որ կտրվել են, շղթան կտրված է, բայց ձեռքը կապող մետաղները դեռ կան։ Թոթափեք գցեք, որ նրանք հույս անգամ չփայփայեն, որ շղթան կրկին էլի կշղթայվի։ Հետո նոր փոխստեք հարաբերություններ հնարավոր կլինի զարգացնել, բայց դա հիմիկվա բան չի, դա միջնաժամկետ ռազմավարության հարց է, դրա համար չասեցի։ Պարոն Սիմոնյան, Ադրբեջանը ամեն դեպքում հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ տարբեր առիթներ բաց չի թողնում, որպեսզի անընդհատ Հայաստանին շանտաժի ենթարկի, անընդհատ ագրեսիվ նոր հռետորաբանություններ կիրառի Հայաստանի դեմ, նոր առավելապաշտական պահանջներ ներկայացնի, այ վերջերս խնդրեմ Իլհամ Ալիևը դժգոհել է ՀՀ եւ ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման իրողությունից, սա էլ հերթական, ինչպես են ժողովրդական, չգիտեմ, հայերեն բառ չերևի մահանանա, չէ, պատճառաբանելու, որ այ Հայաստանը կառուցողական չի, մենք կառուցողական ենք։ Այնուհետև հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի հարցում գնդակը ՀՀ-ի դաշտում է եւ խոսել է վստահության ամրապնդման ինչ որ փոքր քայլերից, ինչպիսի մեծահոգություն, չէ, կարծես թե իրենք մեծահոգաբար գնդակը նետել են մեր դաշտ, չէ, հիմա սպասում են, որ այս ագրեսիվ, այս անպետք, այս բոբո Հայաստանը վերջապես ինքը սկսի գնդակը իր դաշտից վարել։ Ինչ է կարծում, սա ինչի հետևանք է մեր սխալ դիրքավորման, մեր սխալ կեցվածքի արտաքին աշխարհում եւ ներքին նաեւ անվստահության, թե ինչ թե այլ բան կա այստեղ։ Մենք չենք դիագնոզում այն քաղաքական խնդրը, որին առերեսվել ենք։ Մենք ունենք մի թշնամի հարևան պետություն, որը ունի ռազմավարական ծրագիր Հայաստանի Հանրապետության ոչնչացում անուն ազգանունով, այսպես կարող ենք հեգնել։ Համաձայն։ Հիմա եթե նրանք իրենց արժև ունեն մոտալուտ ծրագիր Հայաստանի Հանրապետության ոչնչացման, այդ դեպքում հարցերից հարցը, ինչի իրենք պետք է ձեր ձեռքը տան միջազգային իրավաքաղաքական մի փաստաթուղթ, որի տակ կա եւ իր ստորագրությունը եւ մեր ստորագրությունը, հանուն ինչի։ Եթե ինքը գալիս է մի իրավիճակի, երբ որ մենք որպես սուբյեկտ պիտի գոյություն չունենանք, մեր երբեմնի սուբյեկտայնությունը վկայող իրավաքաղաքական փաստաթուղթ նոր ինչի պիտի տա։ Հետևաբար խաղաղության պայմանագիր չի լինելու։ Միայն դատարկա բարոնները կարող են կարծել, թե պատերազմի մեջ հնարավոր է խաղաղության պայմանագիր։ Պատերազմը ընթանում։ Հա, եւ պարտադիր չի, որ կրակոցներ, չէ, հնչեն արկել պայթեն։ Այո, կոգնիտիվ պատերազմներ են ընթանում, նախապատրաստվում են կրակոցներին, պայթյուններին, բայց ամեն կերպ այդ գործընթացը ծավալվում է։ Հիմա Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ահռելի քանակությամբ աշխատանք պետք է կատարած լիներ, որ չի արել։ Միայն սպառազինություն ձեռք բերելով հնարավորություն չես ունենալու 21-րդ դարյա զինված ուժերի դեմ պայքարել, որտեղ Ադրբեջանը մոտ 10 տարի եւ ավելի Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի լավագույն փորձով վարժեցրած բանակ ունի եւ նա կարող ենք անգամ կրկին հեգնանքով ասել կոնստիտուցիոն կառավարման է տվել իր զինված ուժերը ՆԱՏՕ անդամ պետություններից մեկին, որը որ զորեղ բանակ ունի, դա Թուրքիան է։ Գաղտնիք չեմ բացահայտի, որ ադրբեջանական գլխավոր շտաբը Նախիջևանի զինված ուժերը թուրքական ռազմական ընդհանուր մեքենայի անբաժանելի հատված են։ Ես իմ եթերներից մեկում հնչեցրեցի մի հանգամանք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է իզորու լինի կասեցնելու թուրքական ռազմական մեքենան։ Մենք դա այսօր կարող ենք անել։ Իհարկե չենք կարող անել։ Այո։ Չենք կարող անել, որովհետև դա լայնածավալ աշխատանքների մեջ շղթա է, առաջին հերթին կորպորատիվ մշակույթի եւ ռազմավարական անալիզի մակարդակով, այնուհետև կադրային, այնուհետև գիտելիքահենք տեխնոլոգիական մինչև սպառազինության աստիճան, սա միայն զինված ուժերը, բայց դրան զուգահեռ դու պետք է հանրակրթական ոլորտը բարեփոխեիր։ Կրթության այդ մակարդակը ինչպիսին է, քաղ հասարակություն դու կարողանում ես պատրաստել
20 տարի հետո ինչպիսի քաղաքացիական հանրություն ենք մենք ունենալու։ Էկոնոմիկան մեկ այլ հարց է։ Էկոնոմիկատ ինչպես կարող ես դու ավելի առողջացնել, ավելի զորեղ դարձնել, եթե աֆիլացված է ԵԱՏՄ-ին։ Եթե մենք առևտրական պետություն ենք եւ առուծախով ձևավորված բյուջե ունենք, այլ արտադրական պոտենցիալներ չբացազատված պետություն ենք։ Մարդկանց սիրտն էլ ահուսարցապ է ընկել, որ վայ, մեկ էլ մեզ տարել է, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, նրանց արտադրանքով մեզ կխեղդեն։ Նախ սկսենք ընդդեղից, որ դուք համարյա արտադրանք էլ չունեք։ Այն բարձրորակ տեքստիլ արտադրանքը, որ այսօր հայկական շուկայում տեղական արտադրությունները դնում են խանութներում որպես վերջնարժեք կրող, Թուրքիան նույն մակարդակի, նույն որակի տեքստիլ կարող է արտադրել կրկնակի եռակի ավելի էժան։ Հիմա եթե դուք հարահոս մեծացրած ամբիցիաների տիրույթ եք ձևավորել, բայց ՕԳԳ-ի աստիճանը բավականին ցածր, իսկ որակական կոմպոնենտը թույլ է տալիս երազել էլ ավելին։ Ստացվում է, որ այո, նրանք գալու են եւ ողողեն։ Իսկ ով է մեղավոր։ Կներեք, մանրամատ մեր չտես բիզնես, ես ամենաշատը վախենում եմ մեր ներքին։ Երկիրը բանկային մաֆիայի ձեռքում է։ Այո, այդ մաֆիայից, մաֆիան ինչի՞ չի ուզենա, որ թուրքական այդ ապրանքը, այդ էժան ձեր հիշատակած ապրանքը գա սպանի մեր շուկա, մեր թեկուս եղած չեղածը եւ այլն եւ այլն։ Ես այլ հարց էլ տամ, այդ պարոնները, որ կապիտալի վաստակելու մոլեգին տենդով են հիվանդ։ Հա, հիվանդ նրանց աչքի առաջ տեղի չունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Նրանք չտեսան, որ իրենք գուցե եւ իրենց նմաններ այլոք ահռելի քանակությամբ հոյակերտ պալատներ թողեցին Շուշիում, Ստեփանակերտում, որտեղ ուղակի ոչլոտ ասքյարը մտավ եւ ինչ ասես արեց։ Նրանք չեն տեսնում, որ մասնավոր սեփականությունը եւ առավել եւս ահռելի մեծ կապիտալը պետական կազմավորման պաշտպանության կարիք ունի։ Եվ դա առաջինը հասկացան հայկական առևտրային կազմակերպությունները 1600-1700 թվականներին, երբ որ օսթ-հնդկական կազմակերպության դեմ լայնածավալ ագրեսիվ քաղաքականություն սկսեց հայկական առևտրային կազմակերպությունների եւ անհատների նկատմամբ։ Մարդիկ հասկացան, որ միակ մեթոդը քո ունեցվածքի, քո հնարավորությունների ժառանգելիությունը ապահովելու համար, որ կարողանաս կտակել քո ժառանգներին, միայն սեփական անկախ պետական միավոր քաղաքական ինստիտուտ որպես պետություն ունենալու միջոցով է հնարավոր։ Սա էր պատճառը, որ առևտրական կազմակերպությունները եւ անհատները հայ փիլիսոփական մտքի ռահվիրաներին օժանդակեցին եւ մեկենասություն արեցին, որպեսզի կարողանան սահմանադրության նախաձևեր մշակեն, որոնցից մեկը Շահամիր Շահամիրյանի որոգայթ փառացն էր։ Մանդատն էլ ընտրվեց հայկական լեռնաշխարհը որպես հայոց բնորան։ Այդտեղից սկսած կայսրությունները սկսեցին ցեղասպանությունների քաղաքականություն իրականացնել, որ մանդատազուր կանեն հայ ժողովրդին, որը մրցունակ է իր տեսակով։ Հիմա հարցս այդ պարոններին, որոնք տեղավորվում են Նժդեհյան հայի տականքի մաշկի մեջ, դուք չեք տեսնում, որ ձեր առավելապաշտական մոտեցումները հակոտնյա գնացող ազգային շահերի եւ պետական հնարավորությունների բացազատմանը վերջում տապանաքար է դառնալու հենց ձեզ համար։ Չեք տեսնում։ Արդյոք այդքան կույր եք։ Իսկ եթե դուք չունեք ինքնություն, անինքնություն ձեր կապիտալը, ձեր ժամանակավոր կյանքի պարագայում ինչների տա պետք։ Ալեքսանդր Մակեդոնացին հուղարկավորվելուց առաջ ասեց ափերս բաց տարեք, որ սաղ աշխարհը տեսնի, հետս բան չեմ տանում։ Որը տա ինչ տանելու։ Պարոն Սիմոնյան, հենց գալիս եք ամենաշատ ցավոտ կետին, որտեղ արդեն դրսի աշխարհ, դրսի գործոններ, Ռուսաստան, ԱՄՆ, Իրան կամ Թուրքիա, Ադրբեջան անգամ որևէ դեր չեն խաղում, այսինքն գալիս ենք էլի նույն ցավոտ կետին, թեկուզ եւ կրկնվում ենք, բայց իրավացիորեն են կրկնվում, որ ցեցը մեր մեջ է էլի։ Իհարկե մեր մեջ է, աղետը մեր մեջ է, թշնամին մեր մեջ է, մենք ենք մեր համար դարձել պատուհաս։ Մենք մեզ համար դարձել ենք պատուհաս։ Հիմա մենք մեր այդ վատ կեսին ասենք, պարոն այք, լավ, եկեք մի քիչ ուրիշ մոտեցումներ դրսևորենք, էլի կորցնում ենք։ Կորցնում ենք, երկիր ենք կորցնում, չեք տեսնում։ Ասում են բիզնեսը հայրենիք չունի։
Բիզնեսը հայրենիք չունի, ուրեմն դուք էլ ինքնություն չունեք։ Ուրեմն այդ դեպքում ինչի է այդեն սկրուպուլոզ ընտրում հարսնացու ձեր որդիներին եւ փեսացու ձեր դուստրերին։ Միևնույնն է դուք ինքնություն չունեք։ Որովհետեւ իսկ եթե դուք հայկականության ծիրում եք գնում, հայկականության ծիրում եք գնում, ձեր հայկականությունը պաշտպանելու միակ մեթոդը անկախ Հայաստանի Հանրապետությունն է լինելու։ Այս ներուժով, այս պոտենցիալով Հայաստանի Հանրապետությունը կարա դիմադրի 21-րդ դարի խնդիրներին, դուք լուրջ եք ասում։ Դուք հենց տեսեք քաղաքական մյուս ինստիտուտների նկատմամբ ինչ իրավիճակներ են սահմանել։ Նախ քաղաքական կուսակցությունը վարկաբեկված է հայ ժողովրդի մոտ։ Իսկ ինչու, եթե օրենքով քաղաքական այլընտրանք կարող է ներկայացնել միայն կուսակցությունը, ոչ ՀԿ-ն, ոչ շարժումը, ոչ միավորումը, ոչ կորպորացիան, ոչ մի այլ կազմակերպություն, բացի քաղաքական կուսակցությունից։ Եվ քաղաքական կուսակցություն բառը արգահատելի են դարձրել։ Մինչդեռ դա միակ հնարավորությունն է։ Որտեղ կուսակցությունը քաղաքական չի, կուսակցությունները քաղաքական չեն, չէ՞։ Մեզ մոտ ապա քաղաքական են, կուսակցությունները անձնավորված քաղաքական ինստիտուտ է։ Ինստիտուտ է, բայց մեզ մոտ քաղաքական ինստիտուտ չի։ Անձնավորված է թե գաղափարախոսակենտրոն է, միևնույնն է ինքը քաղաքական ինստիտուտ է, քաղաքագիտական առումով, եւ քաղաքական ինստիտուտներից ամենաբարձրագույնը դա պետությունն է։ Էլի լավ տեղ եկան շատ, այո։ Հիմա կուսակցությունը եթե վարկաբեկված է, բայց մարդկանց միակ ձեռքի զենքը կարող է լինել ներքաղաքական կերպափոխումների իրականացման կամ սերնդափոխության իրականացման կամ առաջընթաց ապահովելու համար։ Այդ դեպքում հայ քաղաքացին ինչ մեթոդներով կարող է գա փոփոխությունների, եթե բիրտ մեթոդներով հեղափոխական մոտեցումներով չի ստացվելու, իսկ օրինական համանդրաիրավական կարգի միջոցով նոր կուսակցաշինությունների հանգամանքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտներ կան։ Սուբյեկտիվ խոչընդոտը, երբ որ կուսակցություն եզրը վարկաբեկված է, եւ փորձում են վարկաբեկել անգամ բետոնից պատերը ճակատով փշերող քաղաքացիական նախաձեռնություններով ձևավորված այլընտրանք քաղաքական ուժերը սուբյեկտիվ են, երբ որ կուսակցությունների հնարավորությունները խիստ սահմանափակ են, եթե դու երկիրը թալանած օլիգարխ չես։ Ֆինանսական միջոցների ներգրավման հարցը խիստ խնդրահարույց է։ Համաձայն եմ ձեզ հետ ֆինանսական մինչև այդ հարցը չլուծվի, օրենք են հորին է, բան չի կարող։ Օրենք են հորին է, արդարություն չի կարող լինել։ Որ դու չես կարող ֆայլը ուղարկես արտերկիր, որտեղ քո համար բուկլետ տպեն, թեկուզ ձրի, ինքնաթիռով առաքեն, որտեղ ստեղ տասնապատիկ ավելի թանկ է եւ անորակ։ Օրենքը պահանջում է, որպեսզի հայկական տպագրատուն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ տպագրատուն հրատարակի եւ տպաքանակնել վրեն դաջի։ Արհեստական բաներ են ստեղծել։ Հայկական քաղաքական դաշտը ուզուրպացված է, սիրելի քաղաքացիներ։ Ուզուրպացված։ Բաժանել են իրար մեջ այդ թխվածքը։ Եվ պասերով խաղում են։ Ուրեմն ինչ ենք ուզում արտաքին աշխարհից։ Առաջի հերթին, եթե մենք մեր հարցերը ներքուստ մեր խնդրումը ոչ Ադրբեջանն է, ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, մենք ենք։ Առաջի հերթին մենք ենք։ Բայց մենք մի շատ կարևոր հատկանիշ ենք մեզ համար որդեգրել, մեղավոր համարել եւ մեղադրել բոլորին ու ասել, որ արևն այնպես չի ծագում հայոց աշխարհում, ինչպես որ ծագում է ամենուրեք։ Ճիշտ եք։ Շատ խոհափիլիսոփայական դաշտ հետաքրքիր մտանք, կարելի է ինչքան ասես այստեղ զրուցենք, բայց եկեք գանք մի քիչ ավելի իրատեսական, իրական քաղաքական դաշտ։ Այն ինչ որ խոսում ենք, դա իրական քաղաքականության մասին։ Անշուշտ, դրանից է բխում իրական։ Ամեն օր ապրում ենք այդ օրով։ Այո։ Ես մեջ բերում արեցի ոչ թե ալեգորիկ աշխարհից, չէ, այլ մեր կյանքից։ Իրական։ Աչքներս բաց հանենք ու տեսնենք ինչ։ Եվ այստեղ կապ չունի, ճիշտ ասեցիք, աշխարհ-քաղաքական օրիենտացիաները, կողմնորոշումները, այստեղ առաջերտին պիտի մենք մեր ներքին, այո, մենք ներքին հիվանդությունը բուժենք, հետո նոր մտածենք արտաքին աշխարհի հետ ճիշտ հարաբերվելու մասին, համաձայն եմ այստեղ ձեզ հետ։ Օմանում շուտով հանդիպելու են ԱՄՆ եւ Իրանի բարձրաստիճան ղեկավարները բանակցելու միջուկային ծրագրի շուրջ, որը շատ կարևոր նշանակություն ունի համայն աշխարհի համար եւ դրանից է կախված նաեւ մեր տարածաշրջանում աստված մի առասցեն նոր եւ շատ արյունալի պատերազմի բռնկումը,
որը կարող է Հայաստանի համար ունենալ շատ ողբերգական հետևանքներ, կարծում եմ դուք շատ լավ դա գիտակցում եք եւ հասկանում եք։ Ինչ եք կարծում, այս բանակցություններից ինչ սպասելիքներ ունեք, կհաջողվի արդյոք պայմանավորվել այս երկու խոշոր պետություններին եւ այս խնդիրը լուծել ինչ-որ ձևով, թե նոր պատերազմ է սպասում։ Կարծում եմ կհաջողվի, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ հաշիվ տալիս է իրենց կացությունը։ 4 սերունդ հետ են տեխնոլոգիական առումով։ Կհաջողվի, բայց ձեր հարցի մեջ մի բան կար, որ կարող է մեզ համար շատ ողբերգական, եկեք գիտեք, մեր անգլերեն ասած mindset-ը գիտակցական նախապատվությունը փոխենք։ Եթե պատերազմը սկսվելու, այս անգամ մեր թշնամիներին ենք ջարդոփշուր անելու։ Ողջունում եմ ձեր լավատեսությունը։ Եթե մեծ խմորում կսկսվի, թող Ադրբեջանը բռնվի։ Ինչ եք մենք կանխակալ մեր աղետը գուժում։ Եկեք մտածենք մեթոդների վերաբերյալ։ Այո, մեթոդներ, Ես առյուծ տղամարդկանց գիտեմ հայ ժողովրդի զավակ։ Մենք բոլորս պետք է թույլ տանք, որ գան մեզ ոտնահարեն։ Իհարկե ոչ։ Մենք փորձելու ենք ջարդոփշուր անել։ Թող փորձեն հարձակվեն։ Միտքը դառնում է գաղափար, գաղափարը դառնում է բնավորություն, բնավորությունը դառնում է սովորույթ, սովորույթը անդրադառնում է ճակատագրերի վրա։ Եկեք փոխենք մեր մտածելակերպը։ Իրանք այդքան չկան, որ հայ ժողովուրդը ոչնչացնեն։ Այդքան չկան, որ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն։ Իրենք եթե շփոթվեն, ապա տապանակար կդնեն իրենց վրա։ Եկեք մտածենք մեթոդները, թե իրենց ոնց ենք ջարդոփշուր անելու։ Դրա համար ուժեղ պետություն եկեք կայացնենք նախ առաջին հերթին։ Անպայման։ Մեր մտածելակերպը փոխենք։ Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում հաջողություններ կգրանցի Արևմուտքը, որովհետև 1 տարի, 2 տարի արդեն ձգվող մերթ սրվող ընդհարումներով կարողանում են Իրանին ցույց տալ, որ նրանք հետ են։ Նախ ահռելի մեծ քանակությամբ տնտեսական խնդիրներ են ամբարել Պարսկաստանի գլխին այս տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Երկրորդը ռեգիոնալ քաղաքական հնարավորություններից են զրկել, պրոքսիներից է զրկվել Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ։ Էշելոնացված պաշտպանական հնարավորություններ են պրոքսիները։ Եվ տեխնոլոգիական այս ոչ առաջանցիկ զարգացվածության պատճառով, ընդ որում տեսեք այս իրանական անօդաչու թռչող սարքերը, որ հիմա մատակարարվում են Ռուսաստան, այդ շախեդ տեսակի թռչող սարքերը, իսրայելական խոցված հարոպների պրոտոտիպների միջոցով կառուցված սարքեր են։ Այսինքն կհիշեք, որ 10 տարուց ավելի էր, որ իսրայելական անօդաչու թռչող սարք էին խոցել, մասերը հավաքել էին, տարել էին նույնությամբ նմանատիպ անօդաչու թռչող սարք էին հավաքել եւ դա շախեդներն են։ Այսինքն եթե նրանք կարողանում են կրկնօրինակման մեթոդով մի քանի անգամ ավելի շատ իր տեխնիկական հնարավորություններով ցածր ապարատ ստեղծել, հղում կատարելով իրենց թիվ 1 թշնամի համարվող պետության տեխնոլոգիաների վրա Իսրայելի, պատկերացրեք Իսրայելը ուր է հասել։ Ուր է հասել Իսրայելը։ Ես անցյալ օրը կադրեր տեսա իսրայելական ցախալի բարձրաստիճան հրամկազմի։ Դեմքներին նամես սարսափում ես։ Այդ ինչ մարդիկ են կրթել։ Այդ ինչ ռազմավարական սպայական անձնակազմ արդեն ունեն։ Ու ես չեմ պատկերացնում, որ այդ տղամարդիկ այնտեղ հավաքվելով իրար հետ զրուցելով մտածում են, որ ինչ-որ մեկը Իսրայելը ոտատակ կտա։ Մենք մտածում են ում կեսը խաշլամա անեն, կեսը խորոված։ Իրանք այդ մտահորիզոնով սպաներ են։ Երազել կարելի է, որ հայոց բանակում այդպես լինի։ Մեր բանակում էլ կան արժանավայել, վայելուչ սպաներ։ Բայց արդյոք այդ սպաների ամբողջ մենթալ, գիտակցական եւ ոգեղեն հնարավորությունները բացազատելու հնարավորություն կա գենշտաբում։ Խիստ կասկածում եմ։ Սերնդափոխությունը պետք է իրականացնել ամենաբարձր մակարդակներում, գենշտաբի պետից սկսած։ Տեղակալները վատը չեն, լավն են, լավ սպաներ են։ Եվ վարչության պետի տեղակալներ կան, որ խոստումնալից սպաներ են, բայց սպաների գնահատականը տալիս է պատերազմը։ Ոչ թե ռազմաուսումնական հաստատությունները, ոչ էլ նրանց
խարիզմատիկ տեսքը եւ համազգեստը։ Սպաների գնահատականը տալիս է պատերազմը։ Պարոն Սիմոնյան, մի քիչ ընթացիկ մի երկու հարց, մի քիչ այսպես բլիցային պատասխանի ակնկալիքով, որ մեր ունկնդիրներին այսօր նաև կհետաքրի, մի քիչ էլ մեր այսպես կոչված ուզենք թե չուզենք ծանր քաղաքական վերլուծական մթնոլորտը մի քիչ թեթևացնելու համար, մի քիչ ավելի։ Ըստ ձեզ այսօր հասցնում է քաղաքական գործիչը գեղարվեստական գիրք կարդալ կամ թատրոն այցելել, բալետ այցելել եւ այլն։ Ես օրինակ շատ եմ սիրում, գեղարվեստական գիրք տևական ժամանակա չեմ հասցնում, մասնագիտականներ եմ ընթերցում, բայց արժեր, որտեղ գեղարվեստական գիրքն էլ իր հնարավորությունները ունի ճիշտ որոշումների կայացման վրա ներազդելու։ Կլինի մոտավորապես մի 6 ամիս է, որ որևէ միջոցառման չեմ գնացել, թատրոն թե պետ եւ որտեղ են վերջի անգամ եղել եւ դրամատիկական։ Ես էլ փոկվեցի վերջերս գնացի դրամատիկական, բայց մի 6-7 ամիս առաջ էր։ Ոչինչ, ժամանակը, ես իմ ժամանակի ընթացքում կարողանում եմ մի քիչ ֆիզիկական վարժանքներին հատկացնել, պարապում եմ ռեգուլար, բայց դա նաեւ իմ օգտակար գործողության գործակիցը ավելացնելու համար է։ Ինչքան շատ են ֆիզիկական այդ վարժանքներին մասնակցում, այնքան իմ էներգիան ավելի է մեծանում, կարողանում եմ ավելի շատ գործ անել, դա էլ գործի համար եմ անում, ոչ թե ավելի։ Այո, բայց արժեր, այնքան շատ անելու բան կա, ու այնքան կարճ ժամանակ կա։ Կլիցկաթափվենք եւ կլիցկավորվենք, չէ՞, որ հետագայում ավելի լավ գործեր անենք։ Մշակույթին պետք է հաղորդակցվենք։ Ամերիկացի հայտի գործիչն ասել է, որ իրենց պատերազմը մշակույթը փրկելու համար է։ Համամիտ եք, որ երկրի առաջնային պահպանումը կապված է մշակույթի հետ։ Իհարկե, առհասարակ ամերիկացի հայտնի առաջնորդն է ասել, բայց ես կարող եմ ցիտել կոնկրետ Ուինստոն Չերչիլի արտահայտությունը, երբ որ նրան պատերազմի ժամանակ բյուջեն հաստատելու ծրագիրը ցույց տվեցին, որտեղ մշակույթի ծախսերի վրա գիծ էր քաշված։ Ասեցին չի կրճատել, ասես դե ռազմական կարիքները հոգալու համար, ասես եթե չունեք մշակույթ, ապա ինչի համար եք կռվում։ Մշակույթն է քո ինքնության կարևոր բաղադրիչը։ Համաձայն եմ ձեզ հետ, մշակույթը շատ կարևոր է, որովհետև պիտի իմանաս ինչի համար ես կռվում այդ հարցում։ Եվ վերջին, այսպես ասած, թագագիր հարց է ինձ համար, եթե կարելի է համառոտ սեղմ պատասխանի ակնկալիքով։ Վերջերս ԱԺ-ում նորից վիճակը շիկացավ, կապված բանակցային գործընթացի այս իրողությունների հետ։ Ես ինքս անձամբ որպես մարդ պարզապես, չնայած իմ աշխատանքի հետ կապած իմ չեզոքությունը եթերավարի պահպանելու կարգավիճակով գիտեմ այդ ամենը կարող են շատերի հետ իմ կարծիքները չհամընկնել, նաև ինչու՞ չէ ձեզ հետ։ Նորից վարչապետ Փաշինյանին հարց ուղղվեց այդ բանակցային զրոկետից սկսելու վերջին 2019 թվականի այդ ամենից հեռանալու, որի հետևանքով պայթեց այդ ոչ մի թիզականության ընդդիմադիր դաշտից եկող այդ պնդման համաձայն այդ 44-օրյա աղետալի պատերազմը եւ մեղադրանքներ հնչեցին, թե վերջը եկավ մեղադրանքների այսպես փունջը եկավ նրան, թե ինչու չի հրապարակվում այդ փաստաթղթերի, այդ փաստաթղթային գործընթացը ընդհանրապես։ Համաձայն չեք, անկախ նայած գուցե դուք ունենաք գաղափարական կամ ես ունենամ կամ որևէ մեկը տիտղոսային այդ ընդդիմության հետ, ոչ արևմտամ հետ, բայց մի բանում ճիշտ է, չէ, որ պիտի այդ փաստաթղթային գործընթացը հրապարակվի եւ չի հրապարակվում, եւ Փաշինյանը այստեղ ընկավ բավականին լուրջ, այսպես նյարդային վիճակի մեջ, ինչը շատ տեսանելի էր։ Ինչ է կարծում, այստեղ գուցե ինչ որ գաղտնիք կա, որ չի հրապարակվում։ Հետո էլ ինչ որ բաներ ասեց, մի թուղթը ինչ որ սառնարանի տակ է, մի թուղթը աթոռի տակ է մնացել, պիտի այդ բոլորը հավաքենք, փաթեթ դարձնենք, նոր հրապարակենք։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Այդ աստիճանի թափ-թփված են։ Ես չգիտեմ, ես էլ ուղղակի ապշեցի։ Ես չեմ լսել ու հնարավորինս իմ նյարդային համակարգը փորձում եմ խնայել, որովհետև այդ քաղաքական պոլեմիկան, որը ընթանում է, դա նախկին իրողությունների մասին է։ Հայաստանի Հանրապետությունում պատմությունը գիծ է քաշել, նոր գիծ, նոր քաղաքական օրակարգ պետք է առաջ։ Շատ ներողություն, բայց խնդիրը դարձյալ գնումա նույն այդ դուք ասում եք նոր գիծ է քաշել, բայց եթե այդ նոր գիծը քաշված լիներ, նույն պոլեմիկան չէր ընթանա։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան այս հարցազրույցի ընթացքում եւ լրատվականներից մեկը զանգել է ինչ որ մի օդիոզ կերպարի վարկաբան ասում, այդ հարցերը ինձ մի տվեք։
Լրատվական միջոցներն են գեներացնում դա։ Ոչ նախկինների բարձրացրած հարցը, այն ինչ որ իրենք ասում են, որ ինչի չեք հրապարակոտել, իրենք էլ չէին հրապարակում, սկսենք այդտեղից։ Մի հատ հələ հարցում անեիք, ԱԳՆ թող մադրիդյան սկզբունքները տային կամ քիվեստի կետերը տային, կտային, չէին տալիս, վերջի տարիներին սկսեցին բացել։ Նույն իշխանությունների վարած բանակցությունները, ձեր կարծիքով դա բանակցություն է, դա ոչ մի բան է։ Ոչ մի բան, իրենց թափթփված թղթերն էլ հետը։ Պրոցեսները այլ իրականության մեջ են ընթանում։ Եվ այդ այլ իրականության մեջ ընթացող պրոցեսները ստիպել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ձևավորել նոր օրակարգ, նոր քաղաքական դաշտ, նոր քաղաքական ինստիտուտներով եւ անհատներով։ Այդ դուք ասում եք դա, բայց ի տարբերություն ձեր ասացի, խորհրդարանում եւ լայն առումով շարունակվում է այդ 4-ի միջև այդ շրջապտույտը եւ խնդիրը դուրս չի գալիս այդ շրջը։ Ոնց անենք, որ այդ խնդիրը օրինակի համար, եթե դուք գտնում եք որն է ճանապարհը ըստ ձեզ, որ խնդիրը դուրս բերենք, կամ այդ 4-ը թող հավաքվեն եւ իրանց հետ լուծում առաջարկեն, ինչու՞մն է խնդիրը։ Ընդդիմությունը շարունակի բղավել։ Իշխանությունը շարունակի փոխադարձաբար բղավել։ Ընդդիմությունը ստիպի բացային փաստաթղթի կետերը, այն ինչ որ տարբեր աղբյուրներից փաստաթղթի կետերը արդեն բոլորս էլ համարյա պատկերացում ունենք ինչ այնտեղ։ Իշխանությունը չբացի այդ փաստաթղթի կետերը։ Իշխանությունները շարունակի մեղադրել ընդդիմությանը։ Իշխանությունները շարունակի այդ բանակցային կեղծ օրակարգը առաջ տանելը։ Միկրովոլնովկայի տակ էլ մի հատ ուրիշ թուղթ ավելացնեն։ Ջրի դիսպենսերի տակ էլ թուղթ ավելացնեն։ Դրանից ինչ է փոխվում։ Ինչ որ մի բան փոխվում է ռեգիոնում, ներհայաստանյան իրավիճակում։ Ոչ։ Ստացվեց, որ դրանք որևէ ազդեցություն չունեցող քաղաքական գործընթացներ են, որոնք մեր աղետներից մեզ չեն պաշտպանելու։ Իրական քաղաքականությունը այլ ուղղությամբ է ընթանում արդեն։ Այլ ուղղությամբ։ Բայց մինչև չհասկանանք որտեղից է եկել աղետը, կարող ենք ապագա աղետներից մեզ պաշտպանել։ Միգուցե հենց դա է այդ ամեն ինչը բացահայտելու նպատակը։ Սկզբում ասեցինք, չէ։ Խոսք գնաց հայի տականքի մասին, չէ։ Խոսք գնաց, որ ինքներս ենք դարձել պատուհաս մեր գլխին։ Ըստերից է եկել մեր աղետների շարանը։ Երբ որ մենք կարողանանք հասկանալ, որ շնորհապետությունը ուղղակի բառ չի, ընտրված պարապսարապեինք այդ բառը ընտրեցինք, որովհետև երկրում մենք անընդհատ տեսել ենք կլեպտոկրատիա, գողապետություն, անընդհատ տեսել ենք օխլոկրատիա, ամբոխավարություն, անընդհատ տեսել ենք կակիստոկրատիա, տգետների իշխանություն, փոխարենը պետքա բերվի մերիտոկրատիա, արժանավորների իշխանություն, եւ այդ արժանավորները ոչ թե ինքնահռչակ մենք ենք, քավլիցի, այլ մենք այդ ճանապարհը հարթողն ենք, որով այդ արժանավորներին բերելու ենք, հնարավորություն ենք տալու, անկախ նրանից այդ արժանավորները մեր կուսակցության անդամ կլինեն, թե մեր կուսակցության անդամ չեն լինի, բայց այդ արժանավորները լինելու են հայ ժողովրդի լավագույնները, որոնք տարբեր ոլորտներում զբաղվելու են իրենց մասնագիտական գործունեությամբ Հայաստանի Հանրապետության պետական ներուժը ու հայ ժողովրդի պաշտպանունակությունը օրըստօրե ավելացնելու համար։ Սա է ամբողջ խնդիրը։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք ունենալ այս զրույցը, շնորհակալություն։ Եթերում անկաշկանդ զրույց հերինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրն էր Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։ Լավ եղեք, լավ տրամադրություն եմ մաղթում բոլորին։